Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հուսամ լավ եք եւ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Այսօր որոշել եմ պատրաստել շատ հեշտ եւ համեղ, ինչու՞ չէ նաեւ օգտակար աղցան։ Գնացինք։ Այսօր պատրաստում եմ դանդուրով աղցան, որը շատ հեշտ է պատրաստել, նույնիսկ փոքրերը կարող են պատրաստել։ Ինչ է անհրաժեշտ դանդուրով աղցան պատրաստելու համար։ Նախապես լվացել եմ, եռման ջրի մեջ եմ դրել, ջուր եմ դրել կաթսայով գազօջախի վրա, հետո տապակել եմ, այսպես, բայց աղ չեմ ավելացրել, որ աղցանը էսա հավաքեմ, արդեն նոր աղը կավելացնեմ։ Անհրաժեշտ է դանդուր, աղ, սև պղպեղ, բուսայուղ, ջինձ եւ սող։ Այս ամենը պետք է խառնեմ իրար։ Սիրելիներս, քանի որ ես արդեն դանդուրը խաշել եմ պատրաստել, այս դեպքում արդեն հեշտ է, աղցանը հավաքել։ Իդեպ մոռացա ասեմ, մեկ բջջել սխտոր է անհրաժեշտ, սխտորը խռովել էր եւ մի կողմ էի դրել։ Սխտորը պետք է շատ քիչ քերիչով անցկացնեմ։ Նաեւ սխտոր, կհիշեք դուք։ Ինչ եմ անում ես, հիմա հագնում եմ ձեռնոցները եւ սկսում ենք հավաքել աղցանը։ Մի փոքր ուզում եմ կտրատել դանդուրը, քանի որ ինքը այսպես ամբողջական եմ, խաշել։ Մի փոքր նայեք, այսպես ամբողջական է խաշված։ Կցանկանայի մի հատ մեջտեղից կտրատել, հետո նոր։ Այսպես։ Վերցնում եմ եւ այսպես մասերի եմ բաժանում։ Պետք է լավ քամված լինի, այդպես ավելի լավ է։ Լավ ջրից քամված լինի։ Կտրատելու ընթացքում տեսա, որ լավ չեմ քամել, կտրատեն վերջացնեմ, նորից թողնելու եմ մի լավ քամվի, որից հետո շարունակեմ։ Հիմա կտրատում եմ սոխը։ Նախընտրելի է կանաչ սոխ, եթե չկա գլուխ սոխը, ոչինչ, հոգ չէ, այսպես մանր կտրատեմ, պարզապես մի փոքր դժվարանում եմ ձեռնոցներով, որովհետև ես չեմ սիրում ձեռնոցներով աշխատել։ Այսպես։ Այսպես մանր կտրատում եմ եւ ավելացնում եմ դանդուրի վրա։ Հիմա ինձը կտրատեմ։ Ինչքան մանր եմ կտրատում, այնքան դուրս շատ է գալիս, սիրում եմ մանր կտրատել, բայց այս ձեռնոցներով չի լինում։ Մինչ կանաչին կկտրատեմ, ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնել բաժանորդագրությունների համար։ Շնորհակալ եմ ձեզանից, հուսով եմ դեռ կշատանանք։ Գինձն էլ կտրատեցի։ Այսպես ավելացնում եմ։
Նենց անուշ վույր է գալիս թարմը կանաչից, որ հիմա քերիչով անցկացնեմ սխտորը, մեկ գլուխ սխտոր։ Քերիչս այնքան մեծ է, որ ձեռքիս մեջ չի տեղավորվում։ Տեսեք ինչքան պուջուրի կա ու սիրուն հատուկ սխտոր քերելու համար է, երկկողմանի մեծ ու փոքր կողմեր ունի։ Հիմա մի փոքր այսպես սորքեմ։ Հա, մեծ կողմով եմ անում։ Սխտորը կարող եք նաև մանր կտրատել, ինչպես որ դուք կցանկանաք։ Ոնց որ խաղալիք լինի ձեռքիս մեջ։ Այստեղ սխտորներ կա, շատ մանր է։ Ավելացնում եմ նաև սխտորը, շատ քիչ քանակությամբ։ Շատ էլ պետք չի, որ դա նուրը իր համը փոխի։ Չեմ անում, սրանք մի կողմն եմ և շարժում ենք առաջ, մոտ ենք բերում այսպես, մի փոքր այսպես անեմ, որ ավելի հարմար լինի ինձ, ավելացնում եմ, տեսեք ինչ փոքր գթալ է, հատուկ այսպիսի բաների համար, շատ քիչ, գթալի աննշան ծայրով ավելացնում եմ, սև պղպեղ, շատ պետք չի, որ աղ, աղը այս փոքրի գթալով երկու հատ գալիս է մեկ թեյ գթալ, այսպես ասեմ, պետք չի շատ աղ լինի, ավելի լավ մի հատ կփորձեմ համը կտեսնեմ նոր, ավելացնում եմ բուսայուղ ու մի լավ խառնում եմ։ Նայեք, մի լավ խառնում եմ։ Մի լավ խառնեմ և միանամ։ Հարգելիներս, մի լավ խառնելուց հետո ավելացրել եմ մատուցվող ափսեի մեջ, այսպես նայեք, ինչքան գեղեցիկ է ու հեշտ պատրաստվող, ոչ մի դժվարություն չկա։ Պարզապես ցանկությունն է հարկավոր, եթե ցանկություն ունեցար, ամեն ինչ կարող ես անել։ Դե ինչ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, շնորհակալություն վիդեոն մինչև վերջ դիտելու համար, այսօրվա համար պատրաստել է այսքանը, եղեք առողջ և երջանիկ, կհանդիպենք հաջորդ վլոգներում, պակա-պակա։